Եվ այդ համատեքստում զարմանալի չէ, որ թիրախավորվում է հենց այն ինստիտուցիոնալ կառույցը, որը որ ամենալուրջ խոչընդոտն է, հենց ձեր նշածը իրականացնելու ասպեկտում։ Ես կարծում եմ, որ հունիսի 7-ին, եթե գործ հասավ մինչև այդ ինչ-որ բան չփոխվեց, որտեղ էս տեկտոնիկ փոփոխություններ ա գնում, էս Իրան հետ կապված դեպքերը, եթե Միացյալ Նահանգները ուղղակի այսպես ասենք անկախ նրանից ձևական դեմքը փրկած են դուրս գալիս, թե խայտարակված են դուրս գալու, նշանակում է, որ մեր նման երկրներ են, որտեղ արևմուտքի դրած վարչակազմն է կամ իրանց դերացությունների կողմից կառավարվող, նկատի ունեմ Ադրբեջան, Թուրքիայի, սրանք խցանալի իրար հավաքելու ժամանակն է, ուղղակի դուրս են թռնելու։ Այդ մինչև հունիսի 7-ը կարող է լինի։ Կամ եթե հունիսի 7 մինչև ոչ մի բան չի լինում, հունիսի 7-ին մեր ժողովուրդը ընտրելու է։ Ինքը դառնալու է գաղթական, թե չէ, ես ինձ եմ ասում։ Հունիսի 7-ին Հայաստանը տալիս ենք Թուրքիա-Ադրբեջան, թե չենք տալիս։ Եվ դրա համար եմ ես օրինակ որոշները ասում են հունիսի 7-ին մենք մեր անկախությունն ենք պահելու եւ այլն։ Ես շատ ավելի խիստ եմ ասում։ 1918 թվականի մայիսի 28-ին անկախություն չէին պահում։ Պահում են մի վիճակ, որ մենք այստեղ որպես հայ ապրելու ենք, թե չենք ապրելու։ Թուրքն է կարող է լրիվ նվաճ, թե չէ, հիմա նույն խնդիրն է դրած։ Ֆիզիկական գոյության հարց։ Իհարկե, որտեղ 18-ի մայիսին թուրքը զենքով էր գալիս։ Հիմա ուրիշ զենքով է գալիս, էլի նվաճելու նպատակ է դրել, չէ՞։ Մեզ տեղից դուրս դնել, որ պատկացում 1 միլիոն ադրբեջանցի եկավ, այս 2 միլիոն հայությունից տեղ ինչքան հայ է մնալու։ Միլիոնից ավելի դուրս է գալու ստեղ։ Վստահաբար եմ ասում, չեն մնա, թուրքերը չեն ապրի, ադրբեջանցիները չեն ապրի։ Եվ հետեւաբար այսօր մեր գոյութենական խնդիրն է, մենք ստեղ մեր հայրենիքում մնալու ենք, թե չենք մնալու։ Մարդկանց ընկալումները, գիտակցությունները եւ այդ թվում նաեւ ընդդիմադիր դաշտի քաղտեխնոլոգներ մարդկանց էստի բացատրեն։ Ինչ տնտեսական զարգացում, ինչ, հա, լավ բան է։ Իշխանությունը որ լինի, բիզնեսը կզարգանա, այս կլինենք, եղբայր այսօր իմ ստեղ լինելու, հայ մնալու, ստեղ ապրելու, իմ սրբություններին տեր կանգնելու, իմ երեխեքին այս երկրի վրա որպես տեր, ոչ թե ուրիշ տեղ որպես հյուր, այս ստատուսը ես ունենալու եմ, թե չէ, այսօր էդ մի բացատրվի։ Մարդկանց մոտ այդ մոտիվացիան պիտի մտնի, հակառակ դեպքում էլի ընտրությունակ ասեն, դե չեն կետում, Հիմա այս քաղաքական թիմը լինի, այն քաղաքական թիմը լինի, մի քիչ ավել, մի քիչ պակաս, ով էլ գալու թալանելու, ես ասում եմ կենցաղային խոսակցությունը, տաքսու վարորդների եւ իրենց ուղևորների խոսակցությունը։ Բայց եթե մարդկանց մեջ մտածեցի, որ դու ստեղ չես ապրելու, որ իրականություն է, 220-ը դպրոց է փակվում, տեղյակ եք։ Իսկ իա փակվում։ Դպրոց փակել գիտեք ինչ է նշանակում։ Ծնողները երիտասարդ ընտանիքները դուրս են գալիս, երեխեքը սովորելու տեղ չկա։ Դուրս եկան գյուղերը դատարկվեցին բնակարար, դատարկվեցին ում համար է դատարկվում։ Կարող եք Բուրկինա Ֆասոից են գալու լցվեն այդտեղ։ Մեր հարևան Ադրբեջանից են գալու։ Ամենաշատ փակվող դպրոցները որտեղ է, ոչ ավել, ոչ պակաս։ Սահմանային հատված։ Սյունիք։ Ես պատահական չի։ Իսկ սա քաղաքականություն է, որը թելադրվում է Բաքվից, Անկարայից եւ Լոնդոնից։ Սա էլ կատարում է։ Ես հորդորում եմ մեր ընդդիմադիր դաշտի ղեկավարներին, քարոզչության պատասխանատուներին այս թեմայով խոսեն, մարդկանց էս բացատրել։ Մարդկանց մոտ մոտիվացիա կլինի հունիսի 7-ին գնալ, կարճունի ընդդիմադիր որ ուժնես տալու։ Առավելագույն պիտի գնալ ընտրատեղամասեր, որտեվ ինքը մտածելու է իր չգնալը պայմանալ լինելու ինքը Հայաստանից վաղտեж դուրս է գալու։ Սա լրիվ ուրիշ հոգեվիճակ, համաձայն եք։ Միանշանակ, որովհետև սովորական քաղաքական իրավիճակ չի եւ գոյաբանական խնդրի առջև ենք կանգնած, որտեղ այս իշխանությունները իրենք հանձնեցին Արցախը, իրենք մեղավոր են հազարավոր հայ զինվորների մահվան մեջ, որտեղ հիշում ենք, չէ, ասում էր, եթե ես դադարեցնեի օրինակ կռիվը, ինձ կասեին դավաճան ես։ Այսինքն մեր հայրենիքը զինվորները ու բանակը մի կողմ, իրա եսը երկրորդ կողմ։ Իրա եսը իր համար իր եսն է կարևոր։ Դե տեսնում եք, չէ՞, հա։ Ես կարծում եմ ամեն ինչ ասված է, ամեն ինչ բաց է, ոչ մի թաքուն բան չկա եւ ընտրությունն էլ մեր ժողովրդին է եւ իրենց քաղաքական միավորներով կուսակցություններին։ Ճիշտ մոտիվացիա տվեցին, ես վստահաբար ասում եմ, մաքսիմում ընտրատեղամասեր գնալալնում 70-80%, իսկ այդ նշանակում որ Փաշինյանը այդ ընթացքում արդեն կամ թիվ 1 բորտի մեջ առնելու կամ կերեսկու ճակատագրով հայդա Լոնդոն։